տենց վայ նախարարես, բան չէ, ինքը ընդամենը աշխատանքա գնում է Խնդրահարույցը, ծառայում է։ որ պատերազմից հետո Նիկոլի մոտ Չէ, նախարար նա լինելն է։ պատերազմից հետո այս խնդրահարույցա, բայց այն ինչի համար ես գնացել եմ, համարել եմ շատ ավելի բարձր արժեք, քան իմ քաղաքական Իսկ կենսագրությունն է։ Փաշինյանին դավաճան համարում եք։ Ես համարում եմ, որ այդ ժամանակ արդյոք կարելի էր պատերազմի այլ երկ ունենալ, կարելի էր, առնվազն պատերազմի ընթացքում կար, ես ռազմական մասնագետ չեմ եւ չեմ էլ իրավունք վերապահում, ռազմական վերլուծություններ անել եւ գնահատականներ տա, բայց եւ գետնի վրա եւ առավել եւս դիվանագիտական աշխատանքում եղել են էական բացթողումներ, որ պատերազմի ելքը կարող լիներ բոլորովին այլ։ Այդ ավելի ուշ եք իմ հասկացել։ Ոչ այդ ժամանակ, թե այդ ժամանակ արդեն գիտեիք, որ կար որոշակի իհարկե կարող լինել այլ երկ, բայց հաշվի առնելով, որ նման գնահատականներ տալու համար միջև հիմա էլ չունես բավարար խորհրդային տեղեկատվություն, իրեն մեղավոր համարում եք, թե չէ։ Այն ժամանակ համարում եք եւ հիմա համարում եք, թե չէ։ Հա, համարում եմ մեղավոր, որովհետեւ ի վերջո երկրի ղեկավարը ինքն է եղել եւ Իսկ դավաճան այդ դավաճանի մասով չունեմ բավարար հիմքեր, առավել եւս որ այդ մասով ես ավելի շատ հակված եմ իրավական գնահատական տալու, արդյոք Նիկոլ Փաշինյանի գործողություններում կան քրեական օրենսգրքի հետ առնչվող երևույթներ, ենթադրաբար այո, բայց չեմ կարող ես դատավճիռ տալ, հետեւաբար իշխանափոխությունից հետո ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ բազմաթիվ պաշտոնյաներ իրավական ճանապարհով պետք է անցնեն եւ նաեւ հանրության մտահոգությունները փարատելու համար արդար դատավարություն պետք է լինի, միանշանակ այո, որովհետեւ իրավական պետություն կառուցելու ճանապարհին շատ ավելի կարևոր է իրավական գնահատականներ տալը, քան ուղղակի քաղաքական տենց էմոցիոնալ գնահատականներով տալ եւ անցնել առաջ։ Կաշկանդվածություն ունեք իրեն ինչ որ սուր բան ասելու հարցում։ Ընդհանրապես որևիցե մեկի հետ։ Իր հետ աշխատած շրջանը գուցե աշխատանքի ընթացքում ունեցել եմ աշխատանքային հարաբերություններ, բազմաթիվ հարցերի շուրջ հակասություններ, բայց անձնական կաշկանդվածություն ընդհանրապես քաղաքականության մեջ ես համարում եմ, որ չպետք է լինի, որովհետեւ ժողովրդին ծառայելը, պետության ծառայելը միշտ շատ ավելի բարձր արժեք է, քան ընկերական ներթիմային հարաբերությունները։ Բայց մեզ դիտողները հիմա կնայեն, ասեն, բայց Մեսրոպ Առաքելյանն ասում է անդիմադիր են, բայց չի ասում Փաշինյանին դավաճան, տականք, կերար մեր երկիրը։ Մեղավորը դու ես, պատասխանատուն դու ես, ամեն ինչն է դու ես։ Չէ, Մեսրոպ Առաքելյանը ոչ թե տենց ասում է հարցազրույցներում, Facebook-յան ստատուսներում, արդեն առնվազն 4 տարի մենք պայքարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունից զրկվի, ոչ թե մնա իշխանության, ուղղակի ստանա որակումներ։